Մինսկի խմբի գործունեությունն իրականում անօգուտ է, ասում է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկը, որի խոսքով Ռուսաստանը հետաքրքրված չէ խնդրի կարգավորման մեջ, իսկ Միացյալ Նահանգները բավականին անտարբեր են վերաբերվում տարածաշրջանին։ ԱՄՆ-ը Կովկասում պասիվ քաղաքականություն է իրականացնում եւ չի տեսնում տարածաշրջանի ռազմավարական կարեւորությունը, ու քանի դեռ դա այդպես է, ցավոք, հակամարտության կարգավորման առումով լուրջ փոփոխություններ չեն լինելու, ասում է Բլանկը։ Նրա հետ համաձայն չէ Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Ալստադը, որի համոզմամբ Վաշինգտոնում խոսվում է կողմերին ուղղակի բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին, ինչը թեև Մոսկվայի քաղաքականությանը դեմ է, սակայն անհրաժեշտ է իրական կարգավորման համար։ Միգուցե ժամանակն է գնալ հոսանքին հակառակ եւ չառաջնորդվել Ռուսաստանի շահերով, քանի որ Ռուսաստանի շահերը, ինչպես բազմիցս է ասվել, կայանում են հակամարտությունը սառեցված փուլում պահպանելու մեջ, ասում է տիկին Ալստադը։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջեֆրի Մանկոֆը նույնպես կարծում է, որ Մոսկվան փորձելու է որքան հնարավոր է երկար պահպանել սառեցված հակամարտությունը Ղարաբաղում։ Սակայն Ղարաբաղյան հարցը սառեցված չի կարելի համարել, համոզված է Սթիվեն Բլանկը։ Իրավիճակը չափազանց լարված է եւ ռազմական գործողությունների սկսման լուրջ վտանգ կա։ Սա մի տարածք է, որում իրավիճակը կարող է պայթել, սակայն մարդիկ դա անտեսում են, չնկատելով, որ Ռուսաստանն այս տարածաշրջանին մեծաքանակ զենքեր է վաճառում, ասում է փորձագետը, ընդգծելով, որ Մոսկվան զենք է վաճառում հակամարտող բոլոր կողմերին։ Սակայն եթե Ադրբեջանին Ռուսաստանը վաճառում է տեխնոլոգիապես զարգացած թանկարժեք զենք, ապա Հայաստանին բաժին է հասնում ավելի հին մոդելների զենքեր, որոնք ձեռք են բերվում Չեռնոգորիայի տարածքով ու անհամեմատ մատչելի գներով։ Այսպիսով Ռուսաստանն այնքան մեծ գումարներ է աշխատում Ադրբեջանի վրա, որ կարող է իրեն թույլ տալ Հայաստանին մատչելի զենք վաճառել, ու Ադրբեջանն այս առումով ֆինանսապես նպաստում է Ռուսաստանին, որպեսզի այն Հայաստանին մատչելի զենք մատակարարի, ինչն իհարկե չլսված բան է, ասում է Բլանկը։ Նշենք սակայն, որ որոշ մասնագետների կարծիքով տեխնոլոգիապես զարգացած զենք գնելով ադրբեջանական կողմը փորձում է իրեն գերազանցություն ապահովել։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։